Խեղճ Ֆրանսիան գլխի չընկավ 80% հոսանքը միայն ատոմականով է տալիս։ Իրան գլխի չեն, որ հարևան Գերմանիան գլխի անգե վաղուց թե ոնց կարան անվտանգ հոսանք արտադրեն։ Հիմա մեր ատոմականը փակելու քարոզչական հողը Փաշինյանը 3 հատ ատոմական ունենք, բարև ձեզ։ Դու 3 հատ տանձի կորիզել չունես, 3 հատ ատոմական։ Հիմա երկրորդ Շահին Մուստաֆաևը ինչ էր ասում, լավ ատոմականի հարցը հաստատ կփակենք, բայց Երևանի ջեկը ոնց փակենք, էդ էլ հո ռադիացիա չկա։ Գազը ջեկը աշխատում է գազով, ռուսական գազով, 1/3 հոսանքն էլ ջեկն է տալիս։ Հիմա որպեսզի այդ գազը չլինի, Ռուսաստանի հետ ինչ են անում, հարաբերություններն ենք վատացնում, ռուսները գինը թանկացնում են, բայց ժողովուրդը ասելու է Փաշինյան չէ, Մուստաֆաև, բա այդ գազը, որ ռուսներից էլ չենք վերցնել, ով է տալու, ոնց ասում է, հեսա Հայաստանով, հեսա գազամու, չէ, մի վարկյան, Փաշինյան ինչա, Փաշինյան Մուստաֆաև զույգը ինչա ասում, ասում է հեսա Երևանով գազամուղ ենք անցկացնում, Հայաստանը դառնում է գազամուղի տրանզիտ երկիր, այդ մեզ գումարը որ պիտի տան գումար չենք վերցնել, ասել են գազ տվեք, մտնում ենք այդ մեծ խողովակի մեջ վերնա, ունենում ենք գազ։ Ես ես որ լսեցի Փաշինյանն ասում, ես որ լսեցի հիշեցի Փաշինյանի կյանքի ամենամեծ հերոսը, իրական հերոսը Օստապ Բենդերին, որը գնում էր Նյու Վասյուկի, իր խնդիրը ընդամենը մի հատ աթոռ թռցնելն էր, որի մեջ ադամանդներ կար։ Բայց մարդկանց համոզել, որպեսզի տեղը համոզում էր շախմատի մրցույթ, Նյու Վասյուկիում, հետո կողքի շրջանում, հետո բանում Ռուսաստանի մայրաքաղաքում, հետո Նյու Վասյուկին դառնում է մայրաքաղաք, հետո բոլոր պետությունները գալիս են Նյու Վասյուկիում շախմատի միջազգային մրցաշար, իսկ վերջում գալակտիկաներից են գալիս Նյու Վասյուկի մրցաշար, եւ Նյու Վասյուկի քաղաքը դառնում է միջգալակտիկական շախմատային մրցումների կենտրոն։ Դե որ լսում ես Օստապ Բենդերը, ու մարդիկ sense բերաները բաց մի մասը հավատում են։ Իրենց քաղաքը միջ գալակտիկական շախմատային մրցումների կենտրոն է դառնում։ Հիմա Փաշինյանին է։ Երևանով անցնելու է գազամուղ, Լուկաշենկոն երեք ասեց, «Էդ ինչ գազամուղ է, էդ որտեղով է անցնում, էդ ինչ գազ է»։ Ժողովուրդ լավ, մարդ կարող է պահիտակ հիմարանա։ Նիկոլը մի շաբաթվա խնդիր ունի, հիմա այս մեկ շաբաթ պետք ինքը խաբի, որտեղ շատ կոնկրետ այն ինչ որ ասեց Պուտինը եւ դա իրականություն դառնա հաստատեց հետո Լուկաշենկոն եւ ոչ միայն մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հաստատեցին դրա մասին, այսինքն մեզ ինչ է սպառնում։ Սոցիալական, տնտեսական, սարսափելի աղետ, ճիշտ է։ 90-ականները պիտի վերադառնան, Սառնամանիկ, Սով պիտի վերադառնան։ Հիմա Նիկոլի խնդիրը 5 օրվա հարց է։ 5 օր պիտի բթացնի է ժողովրդին, թմրեցնի է ժողովրդին, միջև իրան ընտրեն։ Հիմա դրանից հետո ինչ կլինի, ինչ չի լինի։ Մեր խնդիրը ո՞րն է, պարոն Ապետյան։ Որ բացատրենք, չէ՞։ Հա, այստեղի, հա, տաղավարի։ Մեր խնդիրը մարդկանց բացատրել։ Այո, ինչ է սպառնում։ Բայց ես ասեմ ամենայն լրությամբ եմ ասում, պատկերացեք ես ասեմ վերարտադրվելուց հետո, որի հավանականությունը 0% է, ընտրություններով Փաշինյան չի վերարտադրվելու, Փաշինյանի տարբեր հարցումներով արդեն իրական միասնական ընդդիմությունը 10-15%-ով գերազանցում են Նիկոլին, սա իրականություն, ցենց ընկնավորված է, էլի։ Այս հիսեր եւ այս ցնդաբանությունները գազամուղ, այսինքն մարդկանց ինչ խայծ է տա, էլի որ ռուսական գազը, որտեղ մարդիկ հարց են տալիս, բայց գազը էժան դի խայծ տա, չէ, ոնց հեսա Երևանով Նյու Վասյուկի ենք անելու, Փաշինյանը եւ Նյու Վասյուկին Հայաստանում, այսինքն օպերացիա է, մարդկանց որքան սուտը մեծ է, այդքան այդ դերևս ժամանակին հայտնի պրոպագանդայի նախարար Գեբելսն էր ասել, բայց փոխարենը հрьяաները ես ժամանակին Փաշինյանի ստերի իրողության ֆոնի վրա ուսումնասիրել եմ քիչ թե շատ հрьяաները ունեն մի դպրոց, ստախոսների դպրոց, պատասխանում են պրոֆեսիոնալ ստախոսներ, կոչվում է խուցպա։ Ես օրինակ չեմ բացառում, որ Փաշինյանը խուցպա է ավարտել, որ տիրապետում է իսկապես ինքը, որտեվ մեթոդոլոգիական առումով բավականին գրագետ է ինքը խոսում, պահիտագետի։ Եվ ես կարծում եմ ինքը որոշակի կրթություն ստացել է, չգիտեմ, Մոսադի որ կանտորայում, Թբիլիսիում ստացել Արսեն Խառատյանի հետ նկուղներում, թե Լիտվայում, Վիլնյուսում, թե որտեղ չեմ կարող ասել, բայց կարող եմ ենթադրել, որ այդ կրթությունը ինքը ստացել է։ Դուք ինչ նկատեցիք այս հայտարարություններից, որ իսկապես արդեն Նիկոլը հասցրել է այն պահին, որ կլինեն այդ փիքայրերը։ Հայ ժողովուրդը պետք է զգուշ լինի Ռուսաստանի եւ Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս։
որպեսզի չկրկնի Ուկրաինայի այստեղ ուշադրություն, պարոն Ապետյան, Ուկրաինայի ճակատագիրը հայտարարել Ալեքսանդր Լուկաշենկոն, այո, դուք ճիշտ եք, նաև Պուտինն իր հայտարարության մեջ հիշեցրել, հիշատակել Ուկրաինան։ Դուք դա հիշում եք, որպեսզի նրանք հայերը, ովքեր նոր են դուրս եկել մի պատերազմից, դրա պատճառով չհայտնվեն ծանր իրավիճակում։ Պետք չէ շտապել, պետք է պարզապես մտածել, պետք է իմաստուն մարդ լինել, հավելել է Լուկաշենկոն, այսինքն էլի այս խոսքը ուղղված է հայ ժողովրդին, որ դուք Կիրակի օրը ունեք ընտրություն կատարելու հնարավորություն, որ դուք ձեզ ինչ կարող է սպառնալ, եթե դուք ընտրեք Նիկոլին Սառնամանիկ, սով շրջափակում, բնականաբար դա շատ չէ, դրանց դա արդեն ժամերի հարց է, Թուրքիան եւ Ադրբեջանը ուղղակի 300,000 արդեն այնտեղ կմտածեն 300,000 միանգամից բանակը մտնի, ինչ հող։ Իրանք պատասխան տվել են Արցախի համար։ Ամեն դեպքում հիմա գործը արվում է, եկեք այդ գործերը մեր պետության պետականության ու մեր ժողովրդի շահերի դեմ այսօր գործը արվում։ Ուրեմն ես ասի թի մեկ խնդիր է շուկաները փակել, գյուղացին ոչ մի բան չի ծախում։ Դե հիմա արդեն արտագաղթի մեծ ֆոն։ Երկրորդ հոսանք չունենք, այսինքն ատոմակայանա փակվում, Երևանի ջեկնա փակվում, որովհետև ինչ արվել, որտեվ գազ չկա։ Ռուսները թանկացել են, ձեռք չի տալիս Երևանի ջեկ աշխատացնել։ Կա երրորդ դրվագը, գիտեք որն է։ Սահմանամերձ բնակավայրերից կոնկրետ դա պիտի այդտեղի ժողովուրդը դուրս գա, ոնց դպրոցներ 230 դպրոց փակվում է, փակվելուց հետո ինչ է ստացվում, մարդիկ դուրս են գալու, երիտասարդ ընտանիքները, իսկ գյուղում դպրոց մանկապարտեզը հիմնականում երիտասարդ ընտանիքներ են։ Ես խնդրեմ ես տարակվան անես, Մարիամ, ուղարկեցի քեզ Արա Մարուկյանի խոսքին, արագ միայն։ Հենց կոնկրետ գյուղից է այդ ներկայացնում։ Կոնկրետ, ես գիտեմ ուղղակի զբաղվում եմ որոշակի առումով, Արա Մանուկյանը տարբեր գյուղեր։ Միայն Սյունիքում սահմանամերձ գյուղերում Նիկոլը փակել է 27 դպրոց եւ այս ամեն ինչից հետո դեռ մի Սյունեցի կա, ել չեմ ասում են իր բոյն առած Արուշը կամ են Քաջարյանի քաղաքապետը, ինչ էր, Մանվել ինչ էր, Փարա ինչա, Փարամազյան, այն մյուսները, որ եկել այստեղ հերոս էինք դարձրել, որ դուրս են եկել, ձեր հերոսությունն է դեր, հա։ Միանգամից դուրս եկաք այդ Նիկոլի թե ընդդիմության սիրած բառով կզած ման է գալիս Նիկոլի արչև։ Ասենք դուք պատկերացնում եք, ուրեմն ձեր քաղաքում սահմանամերձ գյուղում, ձեր մարզում մենակ Սյունիքում 27 դպրոց սահմանամերձ այս մարդը փակում է ու դուք գնում եք աջակցում եք այն մարդուն, որ ձեր տունը քանդում է։ Չկա, չէ՞, այդ գյուղում բնականաբար դպրոց չկա, այդ գյուղը չի լինի։ Ես կարծում եմ այդ մարդիկ նաև պատասխանատվություն են կրում։ Հաստագլուխը նստած է այնտեղ դպրոցներ, մենք դպրոցներ եք բաներ, այ հաստագլուխա մեծագլուխա չգիտեմ ինչա։ Քանի 100 դպրոց է փակվել Արցախում։ Հա, քանի դպրոց է փակել Հայաստանում, քանի դպրոց է պատրաստվում փակել, ու այս ամեն ինչից հետո դեռ մարդ կա, որ պատրաստվում է գնալ եւ Նիկոլին ընտրել, հա, այս ամեն ինչից հետո։ Ինչ ասեմ, այս խայտարակության առջև են կանգնած, հիմա արժեն ներսել ընդամենը 1.5 րոպե է, շատ կարևոր է, Չինարի գյուղում են շատ ըստ էության ներկայացնում է, հա, պարոն Մանուկյանը, խնդրեմ։ Մենք գտնվում ենք Տավուշի մարզում, Տավուշի մարզի Չինարի գյուղում եւ սա Չինարի գյուղի միջնակարգ դպրոցն է։ Այստեղ սովորում է 91 աշակերտ։ Եվ այս դպրոցում մի քանի օր հետո վերջին անգամ կընչի վերջին զանգը։ Ված չի, չէ, 91 աշակերտ։ Այս 90-ից ավել աշակերտներ պետք է գնան Կողքի գյուղ ուսումը շարունակեին։ Չինարին համարվում է ճակերտավոր ամենասահմանամերձ գյուղը, որովհետև 3 կողմից ադրբեջանական տարածքներ են եւ անմիջապես սահմանի վրա է եւ Չինարին միշտ բոլոր պատերազմների ժամանակ եղել է որպես պոստ, եղել է սահմանապահ ուղեկան, բնակչությունը առաջինն է միշտ պաշտպանել եւ ջոկատներ կազմել։ Այսպիսի վիճակում են նաեւ այլ գյուղեր, Տավուշում փակվում է 14 դպրոց, 14 գյուղի միակ դպրոցները փակվում են, որոնցից 8-ը սահմանապահ է։ Այսինքն 8 սահմանամերձ գյուղերի դպրոցներ փակվում են Տավուշի շրջանում եւ այդտեղ ապրում է որ 13000 մարդ։ Գյուղական բնակչության 17%-ը, որոնց դպրոցները փակվում են, կազմում են այս 14 գյուղերը։
Ուզում եմ հարցնել այս փագողներին, ինչով եք մտածել, որ այս ձերի գյուղը սահմանամերձ է, մնացած գյուղերը պետք է ոչնչանան ձեր որոշումների արդյունքում։ Գյուղը ոչնչանում է, երբ որ արդեն դպրոցում աշակերտ չկա, դպրոցը փակվում է։ Նայեք ինչ շփեղ վերանորոգած նորմալ դպրոց է։ Հարցնում եմ, ինչի եք փակում այս դպրոցը։ Սահմանամերձ գյուղը ոչնչացնելու ծրագիր ունեք, ժողովուրդ գնացեք ու քվեարկեք այս դպրոցը փակողներին։ Այո։ Ես ուրեմն Պաստորեն սա կոնկրետ Գեգամ Նազարյանի ձայն չկա, բան չունի ասելու Ով է Գեգամ Նազարյանը, այն որ գնում ասում է, բանա Նիկոլը հայտնություն է մեր համար ու զոհված լավ, որդիս ես էլ ավելի լուրջ ենք հիմա